Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես հասկանալ ունեք խոց թե ոչ եւ ինչպես է բուժվում խոցը։ 12 մատնյա խոցը եւ ստամոքսի խոցը տարբեր պատճառաբանությամբ կարող են առաջանալ։ Միֆ չէ, որ ոչ ճիշտ հիգիենայից կարող է խոց առաջանալ։ Ցանկալի է ամեն շաբաթ փոխել ամանի լվացման սպունգը, որպեսզի ավելորդ բակտերիալ ծանրաբեռնվածություն չլինի օրգանիզմի համար։ Որոնք են պատճառները հենց խոցի առաջացման։ Սննդակարգը, սնունդը կարող է խոցի առաջացման պատճառ հանդիսանալ։ Կան վտանգավոր սննդամթերքներ, կան հրաշք մթերքներ, որոնք կօգնեն խոցի դեպքում, օրինակ ասում են զեթապտղի զեթը սոված փորին կօգնի։ Այո, նաև ասում են թթի մաքուր օղին եւս օգնում է, փակում է խոցը։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք ստամոքսի կամ աղիքի խոցային հիվանդությունների մասին, որոնք առաջանում են ուշադրություն ոչ ճիշտ հիգիենայի արդյունքում կամ սննդից, տեղորայքից եւ դառնալ կյանքին վտանգ ներկայացնող խնդիր։ Ուրեմն, որոնք են աննշան թվացող գործոնները, ինչպես հասկանալ ունեք խոց թե ոչ եւ ինչպես է բուժվում խոցը։ Կզրուցենք գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր խոսելու ենք խոցային հիվանդությունների մասին, փորձենք տեսանելի դարձնել եւ օգնել մարդկանց տարբերել ունեն խոց թե ոչ եւ ի վերջո ինչպես է բուժվում խոցը։ Նախ հասկանանք ինչ է նշանակում խոց։ Խոցը դա վերքն է ու կարևոր չի որ օրգանում։ Կլինի աղիներ, թե ստամոքս։ Ու խոցը կարող է ընդգրկել թե ստամոքսի, թե աղիների բոլոր շերտերը, ընդհանուր մինչև թափածակում։ Մենք ասում ենք ստամոքսի եւ 12 մատնյա աղիքի խոց տարբերություն կա, ինչպես տարբերել։ Այո, 12 մատնյա խոցը եւ ստամոքսի խոցը տարբեր պատճառաբանությամբ կարող են առաջանալ եւ կարող են իրենց տարբեր կերպ դրսևորել։ Այո, ստամոքսի խոցը ավելի հաճախ է առաջանում եւ ստամոքսի խոցի պատճառն է ամենահաճախը Helicobacter pylori-ն եւ կամ ցավազրկող ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը եւ այլ քիմիական նյութեր, որոնք հաճախ ընդունում է պացիենտը։ 12 մատնյա աղում հիմնականում կրկին կամ հելիկոբակտերն է, կամ օրինակ քրոնիկ հիվանդությունները, որոնք բերում են տեղային սնուցման խանգարման, օրինակ շաքարային դիաբետը։ Հիմա փաստորեն միֆ չէ, որ ոչ ճիշտ հիգիենայից կարող է խոց առաջանալ։ Եթե դիտարկենք հիգիենան որպես հելիկոբակտերի վարակման ուղի, այո, առաջին հերթին հիգիենան կարող է խնդիր առաջացնել եւ բերել հելիկոբակտերի ավելի հաճախ վարակման։ Օրինակ երեխաների մոտ ինչպես է վարակվում, չէ՞, հելիկոբակտերը սխալ հիգիենայի պատճառով, չլվացված ձեռքերի պատճառով, ամեն ինչ բերանը տանելու պատճառով։ Այդպես նրանք ավելի հաճախ են վարակվում հելիկոբակտեր եւ իհարկե տան անդամներից կարող են վարակվել։ Հումուսից կարող են։ Իսկ ավելի հասուն տարիքի մարդը կարող է վարակվել իր ընդունած ուտելիքների ոչ լավ մշակման պատճառով, ջրի մեջ կա եւս հելիկոբակտեր։ Իդեպ sense մի խնդիր կա, ինչքան ժամանակը մեկ ենք մենք փոխում մեր ամանի լվացման սպունգը։ Դա եւս կարող է պարունակել թե բակտերիաներ, թե հելիկոբակտեր։ Ցանկալի է ամեն շաբաթ փոխել ամանի լվացման սպունգը, որպեսզի ավելորդ բակտերիալ ծանրաբեռնվածություն չլինի օրգանիզմի համար։ Հելիկոբակտերը կարող է փոխանցվել ընտանիքի մյուս անդամներին, ինչպես կանխարգելել տարածումը։ Այո, հելիկոբակտերի տարածումը վերջնական կանխարգելել չենք կարող, բայց պիտի ուշադիր լինել սպասքի հանդեպ, նորմալ լվանալ, դե եթե դիտարկենք այնպիսի հարց, որ զույգերը կարող են իրենց փոխանցել, իրար փոխանցել, այո, համբույրի միջոցով կարող են փոխանցել, քանի որ թքի մեջ եւս ապացուցվել է, որ կա հելիկոբակտերի մասնիկներ կամ հելիկոբակտեր, բայց իդեալական պահպանել այնպիսի միջավայր, որ չվարակվենք հելիկոբակտերով, այդպես հնարավոր չէ։ Ավելի կարևոր է, որ ճիշտ ժամանակին բռնացնենք հելիկոբակտերը եւ կատարենք ճիշտ բուժում։ Իսկ ավելի հաճախ որոնք են պատճառները հենց խոցի առաջացման։ Խոցի առաջացման առաջին գլխավոր պատճառը դա Helicobacter pylori-ն է։ Հիմնական խոցերի պատճառը սա է։ Երկրորդը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերն են, որոնք մենք անդադար օգտագործում ենք գլխացավի համար, մեջքացավի համար եւ այլն։ Ցանկացած ցավազրկող բերում է ռիսկի, որ կարող է երկարատև օգտագործման ժամանակ խոց առաջանալ։ Ինչու՞, որովհետեւ այս ցավազրկողները ոչ ստերոիդ հակաբորբոքայինները ճնշում են ցոգ 1 եւ ցոգ 2 մեխանիզմը։ Սրանք մեխանիզմներ են, որոնց շնորհիվ ստամոքսում լուրձաթաղանթը
ակտիվ արտադրում է լորձ որպես պաշտպանիչ, պրոստոգլանդիններ, այսպես ասած, պաշտպանիչ նյութեր։ Իսկ երբ որ մենք խմում ենք ոչ ստերոիդ հակաբորբոքայինները հաճախ եւ առանց կոնտրոլի, բերում ենք այս մեխանիզմների ընկճման, հետեւաբար պաշտպանական ֆունկցիաների ընկճման։ Եվ նման մարդիկ ավելի մեծ ռիսկ ունեն խոցի առաջացման։ Բացի դրանից, այլ քիմիական նյութեր շատ տարածվել է, չէ՞, քիմիական տարբեր այլ նյութերի օգտագործում եւս կարող է բերել խոցի։ Տարբեր քրոնիկ հիվանդությունները, որոնք բերում են ստամոքսի կամ աղիների սնուցման խանգարման, եւս կարող են բերել խոցերի առաջացման։ Ինչ հնարավոր է ինչ-որ կերպ չեզոքացնել ռիսկերը, նույն հակաբիոտիկների, բորբոքային դեղերի։ Երբ որ մենք ենք նշանակում հակաբիոտիկներ, պարտադիր ստամոքսը պաշտպանող դեղեր ենք օգտագործում, իջեցնում ենք թթվայինությունը, որպեսզի թթվայինությունը չվնասի անպաշտպան լորձաթաղանթից։ Ու նաև շատ այլ բժիշկներ, որոնք երկարատև նշանակում են ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, գիտակցված նշանակում են ստամոքսը պաշտպանող դեղեր, PPI-ներ, որպեսզի խոցի առաջացման վտանգը չեզոքացնեն։ Այն մարդիկ, ովքեր կյանքի ընթացքում, ամբողջ կյանքի ընթացքում օգտագործել են ասպիրինային շարքի դեղեր սրտի համար, պիտի անպայման մտածեն իրենց ստամոքսի համար։ Նախ առաջինը ստուգեն իրենց մոտ կա հելիկոբակտեր եւ ոչ, ինչու, որովհետեւ հելիկոբակտեր գումարած ասպիրինային շարքի դեղ մեծացնում է ստամոքսի խոցի հավանականությունը։ Եթե չկա հելիկոբակտեր, պարբերաբար ստամոքսը պաշտպանող դեղեր պիտի խմեն, որպեսզի չեզոքացնեն այդ ասպիրինի ազդեցությունը։ Սննդակարգը, սնունդը կարող է խոցի առաջացման պատճառ հանդիսանալ, կան վտանգավոր սննդամթերքներ։ Վտանգավոր սննդամթերքները, ինչպես նշել եմ, կծուն են, թթուն է, ծխելն է, եթե որպես կենսակերպ համարենք, իհարկե ալկոհոլի օգտագործումն է, բայց միանշանակ սրանց վրա բարդել խոցի առաջացումը չի կարելի, նախ պիտի լինի վատ պաշտպանություն ստամոքսի եւ ժառանգած գեն, որը հակում է բերում ստամոքսի խոցի առաջացման։ Ընդհանրական պիտի այս խնդրին անդրադառնալ, քանի որ մեկը կարող է ամբողջ կյանքում օգտագործել ալկոհոլ որևէ գանգատ չունենալ ստամոքս աղիքային, մեկը կարող է 10 օր օգտագործել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ եւ առաջացնել խոց։ Դրա համար ըստ պացիենտի, ըստ դեպքի պիտի դիտարկենք եւ միանշանակ չպնդենք ամեն ինչ։ Լավ, ինչպես հասկանալ, ունենք խոց, թե ոչ, կան հստակ ախտանշաններ, թե կարող է այն ընթանալ անախտանիշ։ Նախ պետք է ասել, որ ըստ տեղակայման խոցը կարող է տարբեր գանգատներ առաջացնել։ Ստամոքսի խոցը առաջացնում է հիմնականում ուտելուց հետո ցավ եւ ինչքան վերև է գտնվում խոցը, այնքան ցավը անմիջապես է առաջանում ուտելուց հետո։ 12 մատնյա աղու խոցը առաջացնում է սոված ժամանակ ցավեր, բայց այդուհանդերձ որևէ խոց կարող է եւ չունենալ կլասիկ ախտանիշներ, կարող է լինել համր եւ ունենալ թեթև գանգատ, այրոց վկնացություն եւ այլն, գաստրոսկոպիայի ընթացքում հայտնաբերենք խոց կամ օրինակ շաքարային դիաբետով մարդիկ միշտ կլասիկ գանգատներ չեն ունենում, որովհետեւ ունենում են ներվի եւ անոթավորման խնդիրներ, այսինքն նրանց նյարդային այդ ռեցեպտորները բթանում են եւ կարող է չունենան կլասիկ գանգատներ։ Դրա համար պնդել, որ բոլորի խոցերը պիտի ցավանուշադիր եղեք կամ այսպիսի գանգատ պիտի առաջացնեն, ոչ, այդպես չէ։ Իսկ բերանի տհաճ հոտը, դառնահամը բերանում, թթվայնությունը կարող են հուշել, որ կա խոցային հիվանդություն։ Նման գանգատները չեն հուշի խոցային հիվանդության մասին, բայց նման գանգատները կարող են հուշել լեղապարկի խնդիրների մասին, 12 մատնյա աղու բորբոքման մասին եւ լեղու ոչ ճիշտ դյուրացման մասին։ Բայց շատ ակնառու ախտանիշներ ես մոռացա թվել, որոնք խոսում են խոցի մասին, օրինակ արյունը, թե թարմ արյունը, երբ որ փսխում է մեջը թարմ արյուն է լինում այս փսխված զանգվածի, եւ կամ սև սուրճանման զանգվածը, որը հիմնականում լինում է արյուն եւ ստամոքսահյութի կոնտակտի ժամանակ։ Կարող է լինել նաեւ այնպիսի դեպք, որ խոց լինի արյունահոսի եւ աղիներով դուրս գա եւ պացիենտը չիմանա կամ օրինակ մելենա առաջանա, այսինքն կղանքի սևացում դա տեղի ունենում հիմնականում ստամոքսաղիքային վերին հատվածներից արյունահոսության ժամանակ։ Եթե աղիներում է խոց, կարող է առաջացնել ցավել կղազատումից առաջ կամ հետո, կարող է լինել արյուն շաղախված կղանքի հետ, կարող է լինել կղանքի պատում արյունով, եւ այս բոլորը միևնույն է առիթ է, որպեսզի դիմեն բժշկի, որովհետեւ պացիենտը ինքը եւ շատ ժամանակ բժիշկը առանց գործիքային կամ լաբորատոր հետազոտությունների չի կարող միանշանակ պնդել, սա խոց է, թե էրոզիվ մակերես է, թե այլ խնդիր է, օրինակ թութք։ Խոց ունեցողները պետք է հատուկ սննդակարգի հետևեն։
Չկա նման սննդակարգ, որը գրված է, որ պիտի այսպիսի հերթականությամբ օգտագործեք կամ չօգտագործեք տվյալ մթերքները, բայց կա ընդհանուր դրույթներ։ Խոցային հիվանդությամբ մարդիկ չպիտի օգտագործեն կոպիտ բջջանքով սննդամթերք, օրինակ հում, կոպիտ բանջարեղեն, օրինակ կաղամ, գազար սրացման ժամանակ, չպիտի օգտագործեն բարձր ջերմաստիճանով ուտելիքներ, եռման, ուտելիք, պետք է զերծ մնան մաքսիմալ հնարավորինս քչացնեն սուր համեմված, կծու, յուղոտ, թթու, պահածոյացված եւ երշիկանման մթերքներից, որովհետեւ շատ լավ բոլորս գիտենք, որ նման մթերքները պարունակում են մեծ քանակի նիտրատներ, նիտրիտներ, աղ եւ ծխեցված մթերքը նշել ենք արդեն ինչ միացություններ է պարունակում, սրանք բոլորը պրոբորբոքային, այսինքն բորբոքումը ավելացնող գործոններ են հանդիսանում օրգանիզմի համար։ Ամեն խոսքով այնինչ համեղ է չի կարելի։ Այնինչ համեղ է խելամիտ քանակներով եւ քիչ չափաբաժիններով, այո, կարելի է։ Օրինակ ես իմ պացիենտներին խոցի դեպքում ասում եմ, կարող եք նույնիսկ խորոված մթերք, խորոված մսամթերք օգտագործել, բայց վրա չլինի կեչուպ, մայոնեզ եւ ինչ որ սուր համեմունքներ, որոնք ձեզ էմոցիոնալ հաճույք կբերեն, բայց հետագայում դուք ել երկար կբուժվեք, ավելի մեծ չափականակներով դեղեր կօգտագործեք։ Ուրեմն կծու թթու մթերքները հակացուցված են խոցի դեպքում։ Այո։ Իսկ կան հրաշք մթերքներ, որոնք կօգնեն խոցի դեպքում, օրինակ ասում են զեթապտղի զեթը սոված փորին կօգնի։ Այո, նաև ասում են թթի մաքուր օղին եւս օգնում է, փակում է խոցը։ Բժշկության մեջ չկա նման հրաշք մթերքներ, որոնք մենք նշանակենք ու խոցը փակվի։ Եթե մարդիկ ունեն նման փորձեր, դա իրենց անհատական փորձն է, միգուցե համընկնում է, չէ՞ որ խոցը ինքնուրույն էլ կարող է որոշակի ժամանակից փակվել օրգանիզմի ռեսուրսների հաշվին, բայց այս դեպքում մի ուրիշ խնդիր է առաջանում, ցանկացած ինքնուրույն փակված եւ բորբոքման ընթացքում փակված խոց կարող է կնճռոտել լորձաթաղանթը, առաջացնել կոպիտ սպի եւ հետագայում նաեւ իր բարդությունները։ Եվ չկա նման մթերք, որ մենք նշանակենք նաեւ ձիթապտղի ձեթը, ասենք խմի եւ դու կփակես քո ստամոքսի կամ աղիների խոցը։ Ձիթապտղի ձեթը ինչպես գնալու է ստամոքս, լորձաթաղանթով, ինչ որ չափով օմեգա է տալու օրգանիզմին, անտիօքսիդանտներ, այնպես էլ դուրս է գալու աղիներով։ Ուրեմն ինչպես է ախտորոշվում եւ բուժվում խոցը ժամանակակից բժշկության մեջ։ Խոցը բուժվում է հստակ պրոտոկոլներով կամ ուղեցույցներով, ախտորոշվում է գաստրոսկոպիայի ընթացքում, եթե աղիների խոց է, ապա կոլոնոսկոպիայի ընթացքում հարկ եղած ժամանակ կատարում ենք բիոպսիա, որպեսզի տեսնենք ինչ խոցի մասին է խոսքը, արդյոք աուտոիմուն խոցերի մասն է, օրինակ կրոնի կամ խոցային կոլիտի աղիների մասին եմ խոսում հիմա, եւ կամ ստամոքսի խոցը ինչ բջջաբանական փոփոխություններ ունի, ինչ պրոգնոզներ մենք տանք պացիենտներին եւ բուժումը կատարվում է հստակ պրոտոկոլներով, եթե հելիկոբակտերով է պայմանավորված խոցը, ապա 14-օրյա անտիբիոտիկոթերապիայով գումարած երկարատև PPI-ներով, եթե հելիկոբակտերով չի պայմանավորված խոցը, ապա երկարատև PPI-ներ եւ այլ խմբի դեղորայքներով, որոնք մենք ցուցում ենք, որպեսզի ել ավելի հեշտ եւ արագ փակենք խոցը, բայց ոչ հորինածին որևէ դեղով, որը շատ հաճախ մենք հանդիպում ենք ռեցեպտների մեջ, արդեն երբ հիվանդը գալիս է քեզ, որ դու լինում ես արդեն 5-րդ, 10-րդ բժիշկը։ Լինում են դեղեր, որոնք աբսուրդի ժանրից են։ Շատ լավ, հնարավոր է կանխարգելել խոցը։ Ինչպես, երբ պետք է հնչի ահազանգը։ Եթե խոցը ժառանգական է, իսկ կան այդպիսի խոցեր, որոնք մենք ժառանգում ենք եւ ժառանգում ենք ոչ թե խոցը, այլ հնարավորությունը խոց վաստակելու, ապա միշտ պետք է ավելի ուշադիր լինել։ Իսկ այնպես մենք չենք կարող կանխարգելել խոցը, եթե իմ այս վերոնոշյալները չենք հետևում, չուտել շատ սուր համեմված ուտելիքներ, անսահման ալկոհոլ չօգտագործելը եւ անսահման սուրճի քանակները, կոֆեին, դրանք բոլորը ընկճում են լորձաթաղանթի պաշտպանական ռեակցիան։ Մնացածը արդեն ժամանակի խնդիր է։ Այսօր կառաջանա խոց, թե մի քանի տարի անց։ Այնպես որ պարզապես հիշեք մի բան, որ հսկեք ախտանիշները։ Այն ախտանիշը, որը առաջացել է ստամոքսում աղիներում եւ չի գնում հետ, այսինքն 1-2 անգամվա չէ, ապա պատճառ է դիմելու բժշկի, որովհետեւ ավելի ուշ փուլերում մենք շատ լավ գիտենք, որ խոցը առաջացնում է եւ կարող է առաջացնել քաղցկեղ։
հատկապես ստամոքսի խոցը, օրինակ 12 մատնյա աղու խոցը ավելի հազվական է չարորականում, բայց ստամոքսի խոցը, քանի որ գտնվում է այնպիսի միջավայրում, որը ագրեսիվ է, հա, պատկերացեք բաց վերք եւ վրան անդադար ուտելիք եւ ստամոքսահյութ ազդեցությունը անդադար բորբոքման մեջ է գտնվելու եւ ավելի է մեծանում այդտեղ ռիսկը չարորակացման։ Շնորհակալություն Բժշկուհի ինֆորմատիվ զրույցի համար։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին։ Մենք զրուցում ենք գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Կհանդիպենք։